հավատարիմ ենք փնտրում, որտեղ դա շատ թանկ բան է մանավանդ մեր օրերի մեջ։ Բայց հավատարիմ սուբիկ ասում է Եհովա Աստվածն է հավատարիմ։ Եվ երբեք Տերը չի նայում իմ ու քո վիճակի։ Մեր անցյալին անգամ Տերը չի նայում, նույնիսկ մեր ներկային, եթե մեր սիրտը այսօր ուղի է իր առաջ, ինքը հավատարիմ է։ Բայց դրա համար երկու պունկտ է պետք, գիտես, որպեսզի ինքն իր հավատարմությունը մեր հանդեպ ցույց տա։ Եվ գիտացիր, որ քո Եհովա Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ առաջինը իրան սիրողների եւ իր պատվիրանքները պահողների համար մինչեւ 1000 ազգը ուխտ ու ողորմություն է պահում։ Մինչեւ 1000 ազգը ուխտ է պահում եւ ողորմություն է պահում Տերը։ Ում համար, ովքեր սիրում են իրան եւ իր պատվիրանքները պահում։ Սա ուզում եմ ասել, որ լոկ խոսքեր չէ։ Սա խոսքն ասում է, սա երկրից Աստված պատգամ է ուղարկել, որ ինքը քո հանդեպ մինչեւ 1000 ազգ իմ հանդեպ ուխտ եւ ողորմություն կպահի։ Միայն եթե մենք իրան սիրենք եւ իր պատվիրանքները պահենք։ Եվ 12 խոսքից եւ կլինի նրա փոխանակ, որ այս դատաստանները լսելով նրանք պահես եւ կատարես, քո Եհովա Աստվածը քեզ համար, քո հայրերի երթում արած ուխտը եւ ողորմությունը կպահի։ Եվ քեզ կսիրե, եւ քեզ կօրհնե, ուզում ես որ Տերը քեզ սիրի եւ օրհնի։ Եվ քեզ կշատացնե, եւ կօրհնե քո ոլովանի պտուղը, քո երկրի պտուղը, քո սրանը, քո գինին, քո յուղը, կովերի ծնունդը եւ ոչխարների թոթերը այն երկրի վրա, որ քո հայրերի երթում արավ քեզ տալու համար։ Ամեն ազգերից ավելի օրհնված կլինես։ Ով որ սիրում է Տիրոջը եւ իր պատվիրանները պահում։ Հիմա մենք մտածենք սենց, եթե ես այսօր կարողանամ եւ շատ անգամ ենք անում ենք մանևրներ ենք անում, խոսքը մեզ խրամարացնում են, իրավիճակները բացատրում են եւ արդարացնում են, բայց որտեղ էս վիճակներ ինչ է կարծում։ Տերը իր ուխտը, ողորմությունը կպահի, նա սրտագետ Աստված է։ Եվ պայմանը սա է, եթե սիրես Տիրոջը, իսկ ասում են սիրողների պատվիրանները պահում է։ Հովանու 14:21 կարակ նայենք։ Եթե մենք սիրենք Տիրոջը եւ իր պատվիրանները մեր համար սիրելի եւ ցանկալի լինեն, Տերը մինչև 1000 ազգ կլինի ողորմած մեր հանդեպ եւ օրհնելով կօրհնի ամեն տեսակ օրհնություններով, դե որ փափագում ենք։ Բայց ասեմ սա, երբ որ Տիրոջ ունեցանք, իմ նախած օրհնությունները բոնուս է։ Իսկ չենք էլ նայելու, չենք էլ փնտրելու, Տերն է տալու առատապես։ Դա մնացած փնտրեցեք երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը, մնացած ամեն բանը ձեզ կտրվի։ Հիմա ուզում եմ կանգնենք ոտքի ու ասենք Տեր, եկել ենք խաղ